բացառում եք ձեր դաշինքի անդամների կողմից ընտրական շարք ստանալու դեպքերը։ Իհարկե բացառում եմ։ Չի կարող նման բան լինել, ամբողջ ուժային համակարգը իրենց Հայաստանի Հանրապետության իրական երկրի ազգային անվտանգության հարցերը թողած վաղաշաբաթ համայնքում էին ամսով։ Մենք բոլորս եղել ենք խոշորացույցերի տակ, բոլոր անդամները։ Իսկ այդ 5 անդամ, որ ասում եք, ես ասում եմ, ես 3-ին գիտեմ, 3-ին եմ ճանաչում։ Մյուսներին չեմ ճանաչում, իրանք ով են, էլի, իրանք միգուցե մեզ ձայն են տվել, միգուցե, չգիտեմ, բայց 3-ն են այդ 5-ից, որ մեր հաղթանակ դաշինքի անդամներ են։ Ես նշեցի իրենց անունները։ Չգիտեմ, ես իհարկե բացառում եմ, նման բան չի կարող լինել, արհեստական որևէ ինչ-որ գործեր են փորձում կարեն, հանրությունն իմանալու է դրա մասին, փաստաբանները հայտարարություններով հանդես կգան, չկաշառքի մասին է ընդհանրապես խոսքը, որ գող առաջինն է գոռում, չէ, բռնեք գողին, հիմա դա է։ Իրենք ամբողջ ընթացքը Քարոզ Արշավի տարածքային կառավարման նախարարությունը որոշեց, որ ընտրություններից առաջ հրատապ 500 միլիոն պետքա տա, որպեսզի վաղաշաբաթում կան հրատապ խնդիրներ, որոնք լուծում է պահանջում։ Իրենց ամբողջ վարչական ռեսուրսը, քաղաքապետարանի պեչատը ջեբները գնում էին Քարոզ Արշավի, ով երևի չէին էլ նայում, ինչ թղթի տակ են պեչատում, ով ինչ թուղթ ուներ, ասում էր մի հատ խնդիրում, ասում էին բեր թուղթը, անմիջապես կնիքը դնում էին վրա։ Էս է եղել։ Մենք պայքարել ենք ոչ միայն վարչական ռեսուրսի դեմ վաղաշաբաթ, մենք պայքարել ենք ամբողջ իշխանական ռեսուրսի դեմ։ Իրենց նախարարների, իրենց մարզպետների, դուք տեսել եք, չէ՞, քաղաքապետերի, տեսել եք, Թալինի քաղաքապետը գլուխ էր գովում, ասում էր 100 հոգով եկել ենք։ Այդ է եղել ամբողջ ընտրապայքարը, անցել է այդ ամեն ինչը հաշվի առնելով, ես կարծում եմ մեր քաղաքական թիմը բավականին լավ արդյունք է ապահովել։ Այստեղ ուղղակի պետք էր ընդդիմության մյուս անդամներին էլ այս հարցերը տալ, պետք էր իրենք որոշակի աշխատանքները կարծում եմ ճիշտ կատարեն, ձայնը ստանան, որը ուղղակի մենք չտեսանք։ Պարոն երեք անդամները ընտրված ավականիներ են, թե այլ երկուսը հիմա գործող ավականիներ են, դե արդեն նախկին ավականին չկան, երկուսը նախորդ 21 թվականի համայնքի ընտրությունների ժամանակ ընտրված ավականիներ են, հիմա էլ 12 անդամը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել, երկուսը նորից այդ ընտրված ավականիների նոր ընտրությունով կազմում են, մեկ ավականում ցուցակում է մեր Հայթաղ գյուղի մեր ընկերներ։ Հա։ Իսկ մնացած այդ 2-3-ին ես չեմ ճար, ես չգիտեմ ով են։ Բայց այս դեպքում մանդատները իրենք կստանան, ինչ չի առաջանում։ Չէ, ոչ մի խնդիր։ Չէ, բացարձակ ոչ մի խնդիր չկա։